Բարև ձեզ, CBK-ի եթերում այսօր զրուցելու ենք քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավոր ԱԺ առողջապահական հանձնաժողովի մշտական հանձնաժողովի անդամ Լուսինե Պադալյանի հետ։ Բարև ձեզ, Տիկին Պադալյան։ Շնորհակալ եմ, որ եկաք։ Ես եմ շնորհակալ։ Տիկին Պադալյան արդեն շուրջ 1 ամիս է գործում է առողջապահության համընդհանուր եւ պարտադիր ապահովագրությունը։ Ինչ ունենք այսօր այս պահի դրությամբ, որովհետև վարչապետը թվեր ներկայացրեց, բավական շատ քաղաքացիներ դիմել եւ ստացել են աջակցություն կամ օգտվել են այդ ծրագրից, բայց խնդիրներ համակարգում այնուամենայնիվ կան եւ բազմաթիվ հարցեր կան մեր քաղաքացիների կողմից, որոնք ես հավաքել եմ, փորձելու ենք այսօր այդ հարցերին անդրադառնալ, դուք ինչ կասեք։ Սիրով, իհարկե մենք կանխատեսում ենք, որ խնդիրներ լինելու են, որովհետեւ դրանք չեն կարող չլինել։ Տասնյակ տարիներով դու կարող ես մշակել ամեն ինչ, բայց սա թերևս աշխարհի մակարդակով ամենալուրջ բարեփոխումներից է, որը պահանջում է նախ լրջագույն ներդրումներ ֆինանսական առումով, մարդկային ռեսուրսի որակի բարելավման առումով, կապիտալ ծախսերը ենթադրում, ենթակառուցվածքների բարելավում է ենթադրում, մի խոսքով աշխատանքներ, որոնք որ տարիներ շարունակ ես ի պատիվ մեր քաղաքական թիմի պիտի ասեմ, որ այդ աշխատանքները իրոք արվել են եւ դրանք այսօր նաեւ զարմացնում են, որովհետեւ տեսեք բավականին դիմելության աճ պիտի լիներ եւ դա բնականon ճանապարհն է եւ թվում էր թե որ դա կլինի անլուծելի հարցերից մեկը, հա, հերթեր, այդ հերթերի կառավարման մեխանիզմ պիտի անպայման դրվի եւ այլն, բայց մենք տեսնում ենք, որ 1 ամսվա ընթացքում, չնայած որ դիմելության աճ այո գրանցվել է, բայց բնականon ընթացքով գնում է։ Իսկ այն խնդիրները, որոնք ընթացքում առաջանում են, դրանք ընթացքում նաև լուծվում են, դա էլ պահանջում է իհարկե համատեղ ջանքեր, օրինակ մենք թեկուզ որպես պատգամավորներ քաղաքացիները դիմում են իրենց խնդիրներով եւ բողոքներով, այսինքն կոմունիկացիայի հարց է։ Մենք արագ կոմունիկացնում ենք նախարարության հետ եւ եթե կան ինչ-որ բաց թողումներ կամ առաջնային հարցերը լուծվել են, հերթը դրան չի հասել, շատ լուրջ աշխատանք է կատարվում, որպեսզի արագ առաջացած խնդիրները լուծվի եւ դրանք միանգամից համակարգային տարբերակով է լուծվեն, այսինքն մեկ քաղաքացու օրինակով մենք կարողանում ենք այդ խնդիրը լուծել, որպեսզի մյուս քաղաքացիները դրա հետ այլևս չառնչվեն։ Իսկ համակարգը հասցնում է, որովհետև շատ քաղաքացիներ 65+ հատկապես տարիքի քաղաքացիներ միանգամից սկսեցին դիմել տարիներով կուտակված իրենց խնդիրներով, համակարգը, հիվանդանոցները, պոլիկլինիկաները հատկապես հասցնում են եւ կոմպետենտությունը բավականացնում են, բավարարում են։ Հասցնում են, այո, մինչ այս պահը դեռ որևէ խնդիր չի առաջացել, բայց ասեմ ինչու են հասցնում, որովհետեւ էլի մենք հիշում եք պետպատվերի շրջանակներում մատուցվող ծառայությունները ընդլայնեցինք օֆերտայի սկզբունքով, այսինքն շատ ընդլայնեցինք եւ համակարգը նախապատրաստվեց, այո, վարժվեց, նախապատրաստվեց եւ քանի որ արդեն օֆերտայի արկայության դեպքում շահառուների թիվը շատ մեծ էր եւ հիմա էական չի այդ տարբերությունը, հա, կա որոշ էլի տարբերություն, այսինքն այն մարդկանց այն խումբը, որ դուրս է մնացել ապահովագրությունից, ապահովագրվածի կարգավիճակ չունի, պետպատվերով շարունակում է դեռևս սպասարկվել։ Այս իմաստով տարբերություն կա իհարկե շահառուների թվի մեջ, բայց այդ տարբերությունը էական չէ եւ հետեւաբար համակարգը արդեն նախապատրաստված էր։ Այն խնդիրները, որ պիտի հիմա առաջանային, առաջացան, երբ որ օֆերտայի սկզբունքով արվեց։ Տիկին Պադալյան, անցնենք մեր քաղաքացիների հարցերին, շատ են հարցերը ԱՁ-ների հետ կապված, ասում են մենք ԱԶ ենք գրանցում, դուք սովորական աշխատողներին, որոնք գործատուների մոտ են աշխատում, տարբեր տեսակի օժանդակության ծրագրեր եք իրականացնել, օրինակ զինվորական այդ վճարները, որոնք վճարվում են, այդտեղից եք պահում նրանց, այսինքն օրինակ 12000 դրամի փոխան 3000 դրամ են վճարում, ենթադրենք։ Հիմա ինչու ԱԶ-ների դեպքում այդպիսի առավելություններ նրանց չի տրվում եւ ինչու իրենց այդ վճարումները չեն փոխհատուցվում։ Տեսեք, պետությունը սուբսիդավորում է հստակ որոշված թիրախային խմբերին, չէ՞, 250.000 դրամ ստացողներին 0-ից 18, սա ամբողջությամբ պետության հաշվին է, 65+-ը ամբողջությամբ պետության հաշվին է եւ հաշմանդամության կարգ ունեցող, հա, ֆունկցիոնալության գնահատական ունեցող, սոցիալական անապահովության որոշակի միավոր ունեցող 200-ից 500.000
դրամ աշխատավարձ ստացող մարդկանց համար մասնակի սուբսիդավորում է պետությունը, 500-ից սկսած արդեն չի սուբսիդավորում։ Այստեղ մենք ԱԶ-ների մասին խոսում ենք այն ԱԶ-ների մասին, որոնք որ 2.4 միլիոն դրամը տարեկան, հա, գերազանցում է։ Դե 24 միլիոն։ Եթե չեմ սխալվում 2 միլիոն 400 հազար դրամ շահույթ ունեն տարվա ընթացքում, նրանք են համարվում, հա, ապահովագրության կարգավիճակ ունեցող, եւ այստեղ գիտեք շատ է քննարկվել այս հարցերը, նաեւ ինչպես նաեւ քննարկվել է ինչու նրանք պիտի միանվագ վճարեն, որոշ տեխնիկական խնդիրներ են եղել, որոնք որ 27 թվականից արդեն լուծված են լինելու եւ նրանք ունենալու են հնարավորություն ամս նաեւ վճարելու համենայն դեպս ուզում եմ ասել որ բոլոր գերատեսչությունների մակարդակով քննարկումների արդյունքներն են նրանք ինչ որ մենք ունենք այսօր այսինքն շատ տարբեր խնդիրներ են վերհանվել շատ տարբեր խնդիրներ են քննարկվել տարբեր բայց բերը հանդիսանում ԱԶ-ի վրա միանգամից այդքան գումար վճարելը միանվագ ինչու չի կարելի բաժանել ամիսներին որպեսզի ոչ թե դիտարկեինք որպես բեր, այլ այնուամենայնիվ մի մեծ բեր առողջապահական խնդիրների նրանց ուսերից էլ ընկել է դրանց համար վճարվող, հա, երբեք չես իմանա վաղը դու ինչ խնդիր կունենաս, իսկ պետությունը այսօր ապահովագրական փաթեթը այնքան ընդգրկուն է, որ գրեթե բոլոր ծառայությունները այնտեղ հասանելի են դառնում մեր քաղաքացիներին գրեթե բոլոր այն ծառայությունները, որոնք որ ամենայն հավանականությամբ դրանց անհրաժեշտությունը կլինի հասանելի են դառնում եւ դիտարկել որպես բեր, կարծում եմ այդքան էլ ճիշտ չի։ Գուցե միանվագ վճարելը մի քիչ ծանր է այդ պահին, բայց դրա համար էլ հաշվարկված է այն շահույթի սահմաններում սահմանաչափ դրված է դրանից ցածրը, որ ավելի մեծ բեր կլիներ այս պահին ապահովագրված վագման շահառուի կարգավիճակ չէ։ Եվ եթե աշխատավայրում արդեն վճարում են, բայց միաժամանակ նաև ԱԶ ունեն, այդ դեպքում ինչ է լինում։ Այս դեպքում էլ երկու դեպքում էլ նրանք վճարում են, բայց մեկ անգամ on-line դիմում գրելով հիմնադրամին ընդ որում այդ դիմումը պիտի գրվի ընդհանրապես մեկ անգամ։ Դրանից հետո, եթե մի քանի տեղից է այդ վճարումը պահումների իրականացվում, արդեն միշտ ավտոմատ կերպով, երբ որ դիմումը գրելու ժամանակ արդեն հաշվի համարը նշված է լինում, հիմնադրամը պարբերաբար այդ գումարները հետ է փոխանցում, ընդ որում շատ արագ։ Ոչ թե երբ որ կանցնի 1 տարին կամ երբ որ հաշվետվություն կներկայացնեն եւ այլն, դիմումը գրելուց հետո 3 օրվա ընթացքում այդ գումարները սկսում են հետ փոխանցվել։ Հիմա մյուս հարցը, ասում են օրինակ աշխատավայրում 2000-ից ավել աշխատավարձ են ստանում, բայց օրինակ պետք է գնա վիզա-արձակուրդ։ Այդ դեպքում ինչ է լինելու։ Այս դեպքում այն պահից երբ որ վիզա-արձակուրդի ընթացքում մնալու է շահառու։ Այն պահից երբ որ ունենք ապահովագրվածի կարգավիճակ, հաջորդ 12 ամիսների ընթացքում մարդը համարվում է ապահովագրված անձ եւ հետեւաբար այդ գումարները պիտի փոխանցվեն։ Այս դեպքում մինչեւ հետ աշխատանքի վերադառնալը պարտավորությունը լինում է հենց անձինը, ով որ գնացել է վիզա-արձակուրդ, բայց գործատուի հետ կարելի է գալ համաձայնության եւ այստեղ արդեն ներքին բանակցությունների խնդիրը կարող է գործատուն շարունակել վճարել, մինչեւ որ արձակուրդը կավարտվի եւ նա կվերադառնա, եթե գործատուն հրաժարվում է վճարել, հետեւաբար մեծ հավանականությամբ կհրաժարվի, այդ մեծ հավանականությամբ այո հրաժարվի, բայց միևնույն ժամանակ տեսեք, հնարավոր է որ նաև այդ գումարը մեծ չի եւ հնարավոր է որ չհրաժարվի, այսինքն բնականon ընթացքով, ինչպես որ միշտ այդ պահումները իրականացվում են արդեն սովորական իրենց գործողությունների ճանապարհով շարունակեն գնալ, ոչ թե հանեն ապահովավճարումների այդ համակարգից հետո նորից մտցնեն, մի քանի ամսվա համար հնարավոր է որ գործատուները նաև չգնան այդ քայլի, բայց այստեղ բանակցությունների խնդիր է իհարկե եւ կարծում եմ որ աշխատողը գործատուի հետ պիտի կարողանա ընդհանուր եզրակացության որոշում ընդունել եւ այդ հաջորդ ամիսները որոշել ինչպես պիտի արվեն այդ վճարումները։ Տիկին Բադալյան, գիտենք, որ զինծառայողներին տրամադրվում է մեծ փաթեթ սոցիալական ապահովության, առողջապահության ծրագրերով եւ նաեւ ընտանիքի անդամներին։ Հիմա երբ իրենք արդեն դառնում են շահառու առողջապահության ապահովագրության տեսքով, այս դեպքում ինչպես է ստացվում, որովհետեւ ասում են, որ իրենք հիմա լայն փաթեթ ունեն, հիմա ըստ էության նեղացվում է իրենց փաթեթը, որովհետեւ առողջապահության ապահովագրության շրջանակներում ավելի քիչ ծառայություններ են մտնում, քան իրենց հիմա տրվողը, այսինքն ըստ էության իրենց համար սա վատթարացնող օրենք է ստացվում։ Այդպես է թե իրենց փաթեթը ուրիշ է լինելու։
Մասնավորից վերցրած փաթեթ է, թե պետական փաթեթ։ Տեսեք, պետական զինծառայողները հիմա ունեն պետական ապահովության երաշխիքներ եւ իրենք անվճար իրենց ընտանիքի անդամները անվճար են։ Եթե հավելյալ մասնավոր փաթեթ չունեն, ապա կարծում եմ, որ ուշադրությամբ ծառայությունները չեն ուսումնասիրել, որովհետեւ համընդհանուր ապահովագրության փաթեթը ամենայն դեպս արկա որևէ այլ փաթեթի մասնավոր գրեթե չի զիջում։ Մասնավոր փաթեթների նկատմամբ ունի առավելություն, որովհետև մասնավոր ապահովագրական ընկերությունները օրինակ չեն ապահովագրում քրոնիկ հիվանդություն ունեցող մարդկանց, քաղցկեղ ունեցող մարդկանց, այն մարդկանց, որոնց բուժումը բավականին այսպես մեծ բեռ է լինելու ապահովագրական ընկերության համար, այդ բուժման համար վճարումները չեն անում։ Բայց զինծառայողների պետպատվեր է։ Պետական ապահովագրությունը ընդհանրապես չի խտրականություն չի դնում եւ Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիներին ապահովագրում է համենայն դեպս եռամյա փուլի մեջ մենք 29 թվականին պիտի ունենանք ամբողջական ծածկույթ, գրեթե ամբողջական ծածկույթ։ Ինչ վերաբերում է պետպատվերի եւ ապահովագրական փաթեթի տարբերություններին, գուցե այս հարցին ձեր հարցի պատասխանը սրա մեջ է։ Ապահովագրական փաթեթի մեջ ընդգրկված ծառայությունները մի քանի անգամ ավելի մեծ են, քան պետպատվերով սպասարկումը։ Այդ թվում եւ զինծառայողների։ Ես կարծում եմ, որ այստեղ էական տարբերություն պիտի չլինի, բայց բոլոր դեպքերում պիտի նշեմ, որ համընդհանուր ապահովագրությունը պարտադիր է բոլորի համար, որովհետեւ այս նույն խնդիրը ունեն նաեւ մասնավոր ապահովագրական ընկերությունների շահառուները, որոնք որ պայմանագրեր ունեն, դեռ երկարաժամկետ արդեն վճարել են եւ համարվում են շահառու, հա, եւ ինչ պետք է լինի իրենց դեպքում։ Որևէ բան չեն կարող անել, որովհետեւ պետական փաթեթը, պետական ապահովագրությունը պարտադիր է։ Նրանք պարտավոր են վերցնել այս փաթեթը, բայց պիտի բանակցեն իրենց մասնավոր ընկերությունների հետ, որպեսզի նրանք վերակառուցեն իրենց փաթեթները եւ դա ինչ անեն։ Կամ դադարեցնեն մասնավորը։ Կարող են նաև, եթե արդեն վճարումները արել են, եթե մասնավոր ընկերությունները վերակառուցեն իրենց փաթեթները, այսինքն հավելյալ ծառայությունների մասով տան այդ ապահովագրությունը, ապա այստեղ կարծում եմ, որ քաղաքացին նաև կարող է շահած դուրս գալ։ Օրինակ, դիցուք մենք գիտենք, որ հիվանդանոցներում, գրեթե բոլոր հիվանդանոցներում պալատի գումարը բավականին թանկ է, հա, այդ ամեն օրվա վճարումները, որ դու պիտի անես այդ պալատում բուժ ծառայություն ստանալու համար։ Կարող են այդ մասով վերցնել։ Նաև կան որոշ ծառայություններ, որոնք առողջապահության ատամնաբուժական օրինակ։ Ատամնաբուժականով եւ նաեւ այստեղ որ ընդգրկված չեն, որովհետեւ պետությունը տալիս է բազային փաթեթ, հիմնականում հաշվարկածենային հիվանդությունները եւ այն իրավիճակները, որոնք կարող են մարդու անհետաձգելին այսպես թե այնպես ինքը կար նաեւ մինչեւ այսօր, եւ այս իմաստով կարող են այդ հավելյալ ծառայությունները ընդգրկել եւ կարծում եմ, որ դրա ցանկացողները շատ կլինեն մեր քաղաքացիների շրջանակներում, նույնիսկ եթե չունեն մասնավոր փաթեթ, բայց մարդիկ կվերցնեն այդ մասնավոր փաթեթը, որպեսզի կարողանան ամբողջական ծածկույթ ունենալ։ 65+ տարեկի թոշակառուներ, ովքեր շահառու են հանդիսանում, բայց միաժամանակ աշխատում են։ Իրենց պետությունն է վճարելու իրենց ապահովագրական վճարը, թե իրենց աշխատավարձից։ Անկախ իրենց աշխատավարձի չափից, եթե 65 եւ բարձր տարիքի է քաղաքացին, նրա համար վճարում է պետությունը եւ եթե նրանք նաեւ աշխատող են հանդիսանում, այս դեպքում նույնիսկ մի բան էլ աշխատավարձին, քանի որ զինապահ հիմնադրամին տրվող գումարները նվազեցվել են եւ 1000 դրամ են վճարելու մինչև որոշակի աշխատավարձ ստացող մարդիկ, ապա այդ 4000 դրամն էլ դեռ իրենց աշխատավարձին, այսինքն այդ պահումը չի իրականացվելու, բայց 65+ ամբողջությամբ պետությունն է սուբսիդավորում։ Եվ երեխաների անձնագիր չունենալու դեպքում ինչպես է հարցը լուծվում, որովհետև կարծեք այդ հարցը շրջանառվում, որ երեխան չունի անձնագիր, ինքը չկա։ Ես էի բարձրացրել, որովհետև մենք շատ երկար փնտրում էինք պատճառը, թե ինչու երեխային չեն սպասարկում, ավելի շուտ նախնական emergency սպասարկումը արել էին, բայց դրա հետևանքով արդեն մնացած ամեն ինչը չէր ստացվում անել եւ այո, փաստորեն պիտի անպայման երեխաները ունենան անձնագիր, որը հավաստում է նրանց քաղաքացի լինելը։ Իհարկե շատ ծնողներ բողոքում են, որ ծննդյան վկայականի առկայությունը նույնպես փաստաթուղթ է, որը կա պետական մարմիններում, ապա ինչու՞ չի։ Այո, բայց կարող է երեխան ծնվել է Հայաստանում, մենք ծննդյան վկայականով արձանագրում ենք, որ նա ծնվել է, բայց գուցե նա ընդհանրապես երկրում չի, որպեսզի կարողանան հաշվառել, որպեսզի
համակարգը իմանա, որ քաղաքացի է, ռեզիդենտ է եւ մնացած այդ բոլոր ճանապարհները անցնելու համար անձնագրի արկայությունը պարտադիր է։ Ուղղակի այս ընթացքում բացահայտեցի, որ մենք նաեւ մարզերում ունենք այսպես քաղաքացիներ, որոնք դեր այն իներցիայով կարծում եմ, որ չափահաս դառնալուց հետո է պետք անձնագիր հանել մարդուն, բայց իհարկե որևէ կապ չունի երեխայի տարիքը եւ ցանկալի է որպեսզի անմիջապես անձնագիր ունենա երեխան, այսինքն այն քաղաքացիները, որոնք երկրից դուրս գալու հնարավորություն չեն ունեցել, այդ դեպքում անձնագիրը պարտադիր է ծննդյան վկայականով, դու չես կարող սահմանահատել, բայց ովքեր կարիք չեն ունեցել, այո, չեն պատկերացրել, որ անձնագրի անհրաժեշտություն կա, ես կարծում եմ, որ ժամանակն է արդեն, որովհետև կա մեկ այլ ճանապարհ, դու կարող ես գնալ միգրացիոն ծառայությունից ստանալ տեղեկանք, միգրացիոն ծառայությունը կտա տեղեկանքը, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացի է երեխան, հետո պիտի այդ տեղեկանքը ներկայացվի մեծ, որպեսզի երեխան մուտք կարողանան նույնականացնել, հա, մուտք գործի համակարգ, բայց կարծում եմ, որ ավելի կարճ ճանապարհը եւ մի շարք այլ ապահովագրությունից դուրս հարցեր լուծելու համար իհարկե մոտակա անձնագրային բաժին դիմելն է։ Տիկին Պատերյան, կարծում եմ այս հարցին ձեր բացման խոսքում պատասխանեցիք, բայց հստակեցնելու համար այն քաղաքացիները, որոնք շահառու չեն ապահովագրության այս փուլով, այսինքն 65 տարեկան չեն, բայց աշխատավարձն 200-ից 500,000 դրամի սահմաններում չի, մինչև 18 տարեկան չեն, բայց իրենք ինչ-որ մի խմբի մեջ էին, որտեղից օգտվում էին օրինակ պետպատվերից, այդ քաղաքացիները շարունակելու են պետպատվերից օգտվել։ Այո, պետպատվերը զուգահեռաբար շարունակում է գործել, այսինքն չի դադարեցվում պետպատվերը, դեռ քանի դեռ ամբողջական ծածկույթ չունենք մենք Հայաստանի Հանրապետության տարածքում, այսինքն մենք փուլային ենք գնում, գիտեք, հիմա այս փուլն է, 27 թվականից կավելանան արդեն այլ խմբեր եւ մինչեւ 29-30 թվականը մենք պիտի ամբողջական ծածկույթ ունենանք, մինչեւ մենք չունենանք ամբողջական ծածկույթ, բոլոր նրանք, ովքեր որ պետպատվերի շահառու էին եւ չեն ապահովագրված անձի կարգավիճակ չունեն, նրանք շարունակելու են սպասարկվել պետպատվերով այն բոլոր ծառայությունները հասանելի են լինելու, որոնք որ մինչև այդ պահը իրենց համար հասանելի են եղել։ Նշեցիք, որ մինչև 29-30 թվական ամբողջական համընդհանուր կդառնա, մյուս տարի փոփոխություններ են նախատեսվում այդ դեպքում։ Մյուս տարի փոփոխություններ չեն լինելու 27 թվականից։ Լինելու են 27 թվականին էլի խմբեր են ավելանալու, 28-ին էլ, 29-ին էլ, մինչև որ մենք հասնենք։ Օրինակ մյուս տարի 2027 թվականի, եթե չեմ սխալվում, պասիվ եկամուտ ունեցողները, քաղաքիրավական պայմանագրով աշխատողները, որովհետև հիմա մենք այդ 201 եւ ավելի աշխատավարձ ստացողներին դիտարկում ենք աշխատանքային պայմանագիր ունեցողներին, գրանցված աշխատողներին։ Քաղաքիրավական պայմանագրով աշխատողները, պասիվ եկամուտներ ունեցողները եւ մի շարք այլ խմբեր միանալու են 27 թվականից, 28 թվականից նաեւ բարձր եկամուտ ունեցող մարդիկ, որոնք որ ի վիճակի են բացի իրենցից ապահովագրել նաեւ իրենց հետ փոխկապակցված անձանց ընտանիքի անդամներին, միանալու են նաեւ նրանք, այսինքն այն խումբը, որը օրինակ տնային տնտեսուհիները, հա, ոչ միտեղ չեն բայց օրինակ ամուսինը աշխատում է կամ կինը աշխատում է, ամուսինը չի աշխատում, շատ եկամուտներ եւ ուզում է ապահովագրել իր կնոջը, այդ հնարավորությունը կունենա 28 թվականից։ Իհարկե ես հուսով եմ, որ դեռ կքննարկենք եւ մի քիչ ավելի շուտ կփորձենք այսպես, եթե ամեն ինչ շատ լավ ընթանա։ Օրինակ այդ տարբերակը կար հենց 27 թվականից անել, որովհետեւ չեմ կարծում թե խնդիրներ առաջացան։ Տեսեք, ամբողջ խնդիրը այն էր, որ մենք շատ կուզենայինք, որ բոլորին ներգրավեինք, հա, ապահովագրության համակարգ, բայց քանի որ այն իրոք շատ բարդ ռեֆորմ է եւ որպեսի ընթացքում համակարգն էլ աստիճանաբար պատրաստվի։ Տեսեք, սա էլ արդեն ծանրաբեռնվածություն է բավականին մեծ բժշկական կենտրոնների, առողջության կենտրոնների համար, որպեսի աստիճանաբար կարողանա պատրաստվել եւ մենք ցնցումներ չունենանք, այս իմաստով այսպես փորձել ենք փուլային ճանապարհով գնալ, բայց կարծում եմ, որ սա երևի իմ անձնական տեսանկյունն է, որ կարելի է քննարկել, եթե բարեհաջող ընթացք մենք ունեցանք, ապա մի քիչ ավելի շուտ փորձենք թույլ տալ, որպեսզի մարդիկ կարողանան ապահովագրել իրենց հետ փոխկապակցված անձանց։ Տիկին Պատերյան, որքան է կազմում մեկ անձի գծով ապահովագրական գումարը, գումարի այն չափը, առավելագույն չափը, որի սահմաններում կատարվելու է հատուցում ողջ տարվա ընթացքում, օրինակ, չգիտեմ, 4 միլիարդ կամ 4 միլիոն դրամից ավել մեկ անձի վրա պետությունը չի ծախսելու, կա այդպիսի սահմանաչափ։
Մենք այդ տրամաբանությամբ չենք հարցը դիտարկում, այլ հարցը դիտարկում ենք ծառայությունների տրամաբանության մեջ։ Այն ծառայությունները, որոնք որ հասանելի են համընդհանուր առողջության համընդհանուր ապահովագրության շրջանակներում, ապա այդ ծառայությունները որքան որ անհրաժեշտ են քաղաքացում, պիտի մատուցվեն անսահմանափակ քանակությամբ։ Կարող է լինել անսահմանափակ քանակությամբ, այսինքն սահման չկա այս իմաստով։ Գումարային սահման մենք չունենք։ Գուցե կան որոշ ծառայություններ, որոնք սահմանափակ են փոխհատուցման տեսանկյունից։ Այո, դրանք հստակ նշված են, հա, բոլոր ծառայությունները, ինչ ծառայություններ են այսպես արկա ապահովագրության փաթեթում եւ այլն, եւ որ ծառայությունները քանի անգամ են հասանելի, շատ սահմանափակ թվով ծառայություններ են, թանկարժեք ծառայություններ են, որոնք որ սահմանափակում կա տարվա ընթացքում եւ դրանից ավել կարիք չի լինի ճիշտ ասած դա էլ է հաշվի առած այսինքն եթե դրանից ավել կարիք լիներ բայց լինեին թանկարժեք միևնույն է պետությունը դա կփոխհատուցեր բայց ընդհանուր առմամբ դիտարկում ենք ծառայությունների տեսանկյունից Եվ որոշ բժշկական ծառայությունների մասով փոխհատուցման գումարները վերանայվելու են, որ բժիշկների առումով եմ սա արդեն հարցնում, որովհետև կան ծառայություններ, որոնք շատ էժան են հաշվում բժիշկների համար եւ դա խնդիրը արդեն բժշկական տեսանկյունից։ Այո, դրանք իհարկե քննարկելի հարցեր են եւ ասեմ ձեզ, այս վերջին 1-2 ամսվա ընթացքում էլ են բավականին շատ ծառայություններ վերանայվել եւ դրանք ընթացքում բնականաբար նաեւ կվերանայվեն, որովհետեւ բժիշկների կոմենտներ տեսա այս թեմայով, որ ասում են դու պատրաստ ես օրինակ այդ չափով այդ գումարի չափով ծառայություն մատուցել շատ էժան են հաշվում եւ այլն Կան այդպիսի խնդիրներ, մեզ էլ են շատ դիմում եւ ահազանգում են, ներկայացնում են հաշվարկներն են ներկայացնում, ինքնարժեքն են ներկայացնում, այդ ամենը ներկայացնում են եւ մենք էլ իհարկե փոխանցում ենք նախարարություն, որովհետեւ իրոք միանգամից այսպես բոլոր ծառայությունների գուցե ինչ որ վրիպումներ ընթացքում եղել են, այո, դրանք վերանայվում են եւ նաեւ վերանայվում են այն իմաստով, որ բժշկագիտությունը ինքը զարգանում է, տեխնոլոգիաները զարգանում են, ընթացքում ծառայությունների մատուցման այդ եւ այդ ծառայությունների մատուցման ընթացքում կիրառվող գործիքներն են փոխվում, տեխնոլոգիաներն են փոխվում եւ հետեւաբար դրանք պարբերաբար պիտի վերանայվեն եւ կարծում եմ որ այստեղ շատ կարեւոր է մասնագետների հետ կոմունիկացիան, որպեսզի մասնագետները նաեւ կարողանան պատկան մարմիններին ներկայացնել այդ ամենը եւ Դեռևս համենայն դեպս չեմ հիշում դեպք, որ կոնկրետ մի մասնագիտության վերաբերող մի քանի մասնագետներ համախմբվեն, ճիշտ ներկայացնեն եւ դիմեն առողջապահության նախարարությանը եւ վերանայում եղած չլինի։ Տիկին Բադարյան նաև մեր պոլիկլինիկաների եւ ամբուլատորիաների վիճակը մասնագիտական, տեխնիկական թեկուզ շենքային գիտենք որ Երևանում այդ խնդիրը մեծամասամբ լուծված է նաև բժշկական հաստատություններ են մասնակցում այստեղ մարդիկ կարող են բժշկական հաստատություններ դիմել եւ այլն բայց մարզերում այդ խնդիրը շատ ավելի սուր է շատ հաճախ մարզերում մարդիկ բուժօգնություն ստանալու համար դիմում են Երևան, գալիս են Երևան, այստեղի բարձր մակարդակի, բարձր մասնագիտական հմտություններ ունեցող բժիշկների ծառայություններից օգտվելու համար, այ ապահովության դեպքում մարդիկ իրենք ստիպված են սպասարկվել պոլիկլինիկաներում, որտեղի մոտեցումները, մասնագիտական որակները, ասում եմ, այնքան էլ չեն համապատասխանում եւ ականատեսների եթե ականատես եղել եք հաստատ դուք եք կվստահենք այդպես իհարկե վերջին տարիներին բավականին լուրջ կապիտալ ծախսեր իրականացվել են, հա, ամբուլատորիաներ են ստեղծվել, առաջնային ուղղակը հատկապես մարզերում նկատի ունեմ, հատկապես ուշադրությունը կենտրոնացած է եղել մարզերի վրա եւ բազմաթիվ ամբուլատորիաներ, հիվանդանոցներ կառուցվել են, վերակառուցվել են եւ այլն, այս իմաստով շենքային պայմաններով հարցը լուծված է։ Մասնագիտական առումով եւս էլի օրենսդրական փոփոխություններ են կարել, որպեսզի շրջանավարտները, որոնք որ անվճար են սովորել, այսինքն նրանց կրթության համար վճարել է պետությունը նաև կարողանա ուղղորդել, որտեղ որ դրա կարիքը կա, բժիշկները գնան այնտեղ շարունակեն իրենց աշխատանքը, այս մասով էլ ենք փորձել ինչ-որ բաներ լուծել, բայց խնդիրը իհարկե առկա է։ Ինչ վերաբերում է ստիպվածին, որևէ մեկը որևէ բան ստիպված չէ, այսինքն ազատ է ընտրելու ամբողջ Հայաստանի տարածքով առողջապահական ողջ համակարգին ենթակա բոլոր բժշկական եւ առողջության կենտրոններում ինքն է ազատ ընտրել, որովհետեւ ուղղագիրը բաց
բաց է։ Կարող մոտենա պոլիկլինիկա, իր խնդիրը հասկանան ու ուղեգրեն ցանկացած բաց ուղեգիր է, դու ես ընտրում, դու ուր գնաս, բայց իհարկե մենք միշտ ուշադրության կենտրոնում ենք պահել եւ պիտի շարունակենք պահել մարզային հիվանդանոցների եւ պոլիկլինիկաների որակը եւ կարծում եմ, որ առողջապահության համակարգում առողջության ապահովագրությունը, որը որ ֆինանսական լուրջ մուտքեր է գնալու չէ ամենտեղ, իր հետևից իր հետևից բերելու է նաև զարգացումը, այդ զարգացումը բերելու է, բայց այս պահին բոլորը ազատ են ընտրելու իրենց համար հարմար իհարկե ցանկալի է որ մոտ լինի բնական բայց մի ուրիշ խնդիր չի առաջանում Տիկին Պադարյան երբ ես դիմում եմ օրինակ մարզային ինչ-որ պոլիկլինիկա ինձ ասում են կարող ես ցանկացած տեղ ընտրել հետագա բուժօգնություն ստանալու համար ես ամենահամականությամբ կընտրեմ Երևանի լավագույններից մեկը բայց մարզային հիվանդանոցները ըստ էության կդատարկվեն եւ կսնանկանան ու տեսամրցակցության պայմանները բավականին լուրջ ստեղծում եւ կարծում եմ որ մարզային պոլիկլինիկաները եւ հիվանդանոցները պետք է լուրջ մոտենան այս հարցին եւ հասկանան որ սա մեծ հնարավորություն է եւ այնպես սպասարկեն քաղաքացուն եւ այնպես իրենց վրա աշխատեն, որպեսզի այդ քաղաքացին չգնա մայրաքաղաք, առանց այդ էլ ծանրաբեռնված է, ընդհանուր առմամբ համակարգը ու բոլոր համակարգերը մայրաքաղաքում գեր ծանրաբեռնված են մենք գիտենք եւ սա հրաշալի հնարավորություն է որպեսզի կարողանան այն պոլիկլինիկաներ նույնիսկ Երևանում կան պոլիկլինիկաներ որոնք այսպես ուշադրությունից սկսում են դուրս մնալ, բայց սա ահազանգ է, դա նշանակում է, որ մասնագիտական, ինչպես նաև վարչարարական բոլոր առումներով նրանք պիտի կատարելագործվեն, որ կարողանան այս մրցակցությանը դիմանալ, այլ տարբերակ չկա, հատկապես, որ վերջին տարիներին մենք պարտադիր պայմաններ ենք դրել։ Հա, ՇՄԶ կրեդիտավորումը, որ պարտավոր են բոլոր բուժաշխատողները անընդհատ իրենց վրա աշխատեն, որպեսզի այդ կրեդիտները հավաքեն, որպեսզի կարողանան թույլ տրվի շարունակեն իրենց գործունեությունը եւ այլն, բոլոր հնարավորությունները մենք ստեղծել ենք, բայց միևնույն ժամանակ մենք ապրում ենք ժամանակակից երկրում, որտեղ որ մրցակցությունը շատ հարցերը կարողանում լուծել։ Տիկին Պադարյան, մեկ շատ լուրջ խնդիր, որը չգիտեմ, նույնիսկ եթե արժի մենք քննարկենք, որովհետև ոնց որ հուշենք այդ տարբերակը, հիմա տարբերակներ կան, երբ մարդիկ գրանցված չեն 200-ից ավել բարձր աշխատավարձ ստացողների սանդղակում, ավելի ցածր աշխատավարձ են ստանում օրինակ, գործատուն նրանց բարձր աշխատավարձ է գրանցում 2 ամսով, ասում է, քանի որ ունես առողջական խնդիր, կբարձրացնեմ աշխատավարձը, կդարձնեմ 200,000 եւ ավելի, կգնաս կստանաս քո բուժօգնությունը, հաջորդ ամսվանից նորից կիջեցնեմ։ Հա, այսպեսի տեսեք, ես շատ ծանր չէի տանի այս մոտեցումը ասեմ ինչու, որովհետև մենք աշխատում ենք Հայաստանի Հանրապետության քաղաքացու համար եւ մենք ուզում ենք, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացին լինի առողջ եւ ուզում ենք, որ նրա առողջական խնդիրները լուծվեն եւ մենք ինչքանով կկարողանանք կոժանտակենք նրան, այդպես է թե չէ։ Եթե ունի առողջական խնդիր եւ որևէ տարբերակով իհարկե ապօրինություն է սա, բայց միևնույն ժամանակ շատ չի կենտրոնանա այս տեսեք, սկզբում խոսում էին ավելի շատ, որ այդքան մարդ չի ցանկանա ապահովագրվել ճիշտ հակառակը, հա, աշխատավարձը մի քիչ կիչեցնեն, որպեսզի ապահովագրված անձի կարգավիճակ չունենա։ Այնինչ դուք եք ասում ուրախալի է շատ։ Այսինքն տեսեք, որքան քաղաքացիներ, որոնք որ չեն կարողացել ներգրավել համակարգ, փնտրում են զարտուղի ճանապարհներ համակարգ ներգրավելու համար։ Այս իմաստով սա ուրախալի է, իհարկե, բայց այնուամենայնիվ խորհուրդ եմ տալիս որևէ ապօրինության չդիմել եւ շատ այլ տարբերակներ կան, ինչպես նաեւ անհատական տարբերակներ կան, որոնցով որ պետությունը միևնույն է գտնում է որևէ մեխանիզմ, որևէ քաղաքացու լրջագույն խնդիրը լուծելու համար եւ խորհուրդ կտայի զերծ մնալ ապօրինություններից, բայց միևնույն ժամանակ շատ ուրախ եմ, որ շատ քաղաքացիներ են ուզում ներգրավել համակարգ եւ հուսով եմ, որ մենք ճիշտ է օրենքով ֆիքսված է, որ փուլում, որ խումբը պիտի միանա համակարգին, բայց ես հուսով եմ, որ ամեն ինչ բարեհաջող ընթանալու դեպքում եւ էական լուրջ խնդիրներ չունենալու դեպքում հնարավոր է, որ մի շարք խմբեր մենք վերանայենք։ Եվ վերջում այդ սուբսիդիան, որ հիմա սուբսիդիա
Սուբսիդիան, որ այսօր հիմա պետությունը տրամադրում է, մի մասը ինքն է վճարում, նկատի ունեմ 200-500 դրամ ստացողների դեպքում, դա մյուս տարի եւ մյուս տարիներին եւս շարունակվելու է, թե քիչ-քիչ ամբողջովին բեռը թողնելու ենք արդեն աշխատող քաղաքացիների վրա։ Կարծես թե առաջիկա 3 տարվա համար ֆիքսված է ամեն ինչ։ Դրանից հետո բարբերաբար ինչպես կփոխվի արդյոք թե ոչ, ինչ որ բաներ կվերանայվեն, թե չեն վերանայվի, շատ թափանցիկ հանրությանը կներկայացվի, որովհետև հենց էլի մեր ազգային ժողովի պահանջով, մասնավորապես առողջապահության հանձնաժողովի, մենք հաշվետվություն դրեցինք գերատեսչության վրա, որ ամեն տարի պարտադիր բյուջեի քննարկման ժամանակ պիտի մանրամասն ներկայացվի պետական հիմնադրամի աշխատանքները, այսինքն ինչ է վերանայվել, ինչ վերանայման կարիք կա, որքան գումար է վճարվել, ինչ արդյունավետությամբ են այդ գումարները ծախսվել եւ այլն, այս բոլոր հարցերը պարբերաբար քննարկվելու են ամենայն դեպս ազգային ժողովի, նիստերի շրջանակներում եւ հետեւաբար ցանկացած փոփոխություն, մինչեւ փոփոխություն կատարելը հասանելի է լինելու նաեւ քաղաքացիներին։ Տիկին Բադարյան, գոհեք ընթացքից ու մենք խնդիր չենք ունենա վճարների հետ կապված, որովհետև հիշում ենք, որ օրինակ պետպատվերի ընթացքում լինում էին խնդիրներ, երբ պետպատվերը ավարտվում էր, մարդկանց հերթագրում էին, ասում էին կգաք մյուս տարի օրինակ, կամ այս ծառայության գծով ավարտվել է քանակը կամ գումարը, հիմա այդպիսի խնդիրներ չեն առաջանա։ Կարծում եմ, որ չեն առաջանա, որովհետև տեսեք, ինչ վերաբերում է պետպատվերին, ապա պետպատվերը բացառապես վճարվում էր պետության կողմից, չէ՞, այսինքն պետբյուջեի շրջանակներում, որքան որ բյուջեն մեծանում է, որքան որ մենք ու այս բոլոր ոլորտները իրար հետ փոխկապակցված են, որքան որ քաղաքացին չի թաքցնում իր հարկերը, այսինքն ստվերում չի մնում, որքան որ դրանից բյուջեն փոփոխություններ է սկսում կրել եւ տեսնում եք վերջին տարիների դինամիկան, առողջապահության նախարարությանը հատկացվող գումարները պարբերաբար ավելացվել են, որովհետեւ պետպատվերի հետ կապված մենք խնդիր չունենանք եւ մեր քաղաքացիները ծառայության անհասանելիության պատճառով առողջական լրջագույն խնդիրներ կամ կյանքին սպառնացող վտանգներ չունենան։ Բայց դա կարողացել ենք իրագործել ի վերջո թեկուզ հատկացումների, այլ ծրագրերից որոշ գումարներ այսպես տեղաբաշխելու, բայց որ առաջնահերթ մեզ համար քաղաքացին է։ Հիմա այստեղ դրան գումարվում է նաև աշխատող քաղաքացիների ապահովագրական վճարները եւ ենթադրում եմ, որ պիտի որ նման խնդիր մենք չունենանք եւ որքան շատ աշխատող քաղաքացիների խմբեր միանան եւ որքան գումարները ավելի շատ մուտք լինեն, այդքան մենք այդ խնդիրները չենք ունենալու։ Շնորհակալ եմ Տիկին Բադալյան։ Վերջում տեղեկացնենք, որ ինչպես նշեց վարչապետը, մինչև այսօր 57 թոշակառու շուրջ 4 միլիոն եւ ավել դրամի սպասարկում է ստացել, 158 թոշակառու 2-ից 4 միլիոն դրամի, 802 թոշակառու 1-ից 2 միլիոն դրամի, 1208 թոշակառու 500,000-ից մինչև 1 միլիոն դրամի, 6558 թոշակառու 500,000 դրամի, 2481 թոշակառու 50-ից 100,000 դրամի եւ 38809 թոշակառու մինչև 50,000 դրամի բուժհաստատություններից այս ծրագրից օգտվելով ծառայություն է ստացել եւ ընդհանուր շուրջ 5 միլիարդ դրամի սպասարկվել են մեր թոշակառուները։ Իսկ մենք զրուցում էինք քաղաքացիական պայմանագրի խմբակցության падգամավոր եւ ԱԺ-ում առողջապահական մշտական հանձնաժողովի անդամ Լուսինե Բադալյանի հետ տեսություն կհանդիպենք։ Հավանիր տեսանյութը եւ բաժանորդագրվիր նորությունները բաց չթողնելու համար։